Ես Նարդին եմ Սաղաթելյան, ծնվել եմ Գեղարքունիքի մարզի գյուղ Մեծ Մասրիկում, սովորել եմ Վարդենիսի բժշկական հումանիտար քոլեջի քույրական բաժնում, ավարտել եմ 2024 թվականին։ Քանի որ ես ունեի մի փոքր խնդիրներով բալիկ, Արամս ծնվել է 2008 թվականին դեցեպե ախտորոշումով մանկական բլոկային կապված, Արամի հետ միասին անցել ենք շատ դժվար ճանապարհ, հաղթահարել ենք այդ փուլերը եւ Արամը դարձավ հենց հիմնական պատճառը, որ ես որոշեցի ստանալ մեր մասնագիտություն, հենց ֆիզիոթերապիայի մասնագետ, որ այդ տարիների ընթացքում կարողանամ օգնել իմ բալիկին։ Մի փոքր չափով ոնց որ թե ստացվեց ինձ մոտ, ես սկսեցի սովորել, ավարտեցի ֆիզիոթերապիայի բաժինը, վերապատրաստվեցի ու դրանից հետո արդեն որպեսզի մասնագիտականս լիարժեք լիներ, այդ ընթացքում որոշեցի նաև ունենալ ևս մեկ մասնագիտություն, որ ավելի մոտ լիներ հենց մարդ անատոմիային, ու այդ ժամանակ որոշեցի ընդունել Վարդենիսի բժշկական հումանիտար քոլեջ։ Այո, բարձրացի, ապրեց։ Սովորելուց ընթացքում այդ ժամանակ նաև ես աշխատում էի դպրոցում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ, որից հետո սկսեցի նաև կատարել տնային այցեր, այսինքն ես այդ ժամանակ հասկացա, որ իմ գործունեությունը պետք է ավելի ծավալուն դարձնեմ, քանի որ մեր երեխաները շատ ունեին դրա կարիքը։ Եվ տնայցով իմ փոքր իմ աջակցությունն էի արդեն ներդրել երեխաների համար։ Սովորելու ընթացքում այդ 3 տարիներին ես շատ մեծ ձեռքբերումներ ունեցա, թե պրակտիկորեն, թե գիտելիքով, որովհետև այդ ժամանակ, երբ մեր մասնագետներն իմացան, որ ես նպատակ ունեմ հենց ֆիզիոթերապիան զարգացնել, իրենք ինձ ոգևորեցին եւ սկսեցին իրենց գիտելիքները ավելի հստակ տալ, որպեսզի ես ավելի հասկանայի, թե ես իրականում ինչ գործունեություն պետք է ունենամ։ Ձեռքբերումներս նրանում էին, որ մեր դասախոսական անձնակազմը, հավատալով իմ ուժերին, հավատալով ինձ, իրենք նույնպես շատ մեծ ներդրում ունեցան, որի արդյունքում ես հիմա աշխատում եմ նորից որպես ֆիզիոթերապիստ։ Մենք Արամի հետ միասին դժվար ճանապարհ անցնելուց հետո ինձ գաղափարը դարձավ, որ հենց Մեծ Մասրիկ գյուղում պետք է ստեղծենք վերականգնողական կենտրոն եւ այն բալիկները, ովքեր որ ունեն օգնության կարիք, մենք իրենց օգնենք, թեկուզ մեր մի փոքր ներդրումով, բայց մենք պետք է դա անենք, դառնանք լիարժեք օրինակելի եւ վերջապես մեր հասարակությունն էլ ընդունի երեխաներին ինչպես որ իրենք կան, թեկուզ իրենց ունակություններով, թեկուզ իրենց բարդություններով, բայց մենք պետք է հասնենք դրան ու մեր այս թիմը մի փոքր թիմ է, բայց հաղթահարել ենք արդեն այդ ամբողջ։ Կենտրոնում մենք իրականացնում ենք վերականգնողական բուժումներ, ունենք հատուկ սարքավորումներ, որոնք որ երեխաները հենց այդ սարքավորումներով են զարգացնում իրենց մկանները, մասաժների շնորհիվ ենք զարգացնում, ունենք վարժություններ, որոնք կատարվում են ուժային վարժություններ, այսինքն երբ որ մկանները թուլացած են, մենք վարժությունների շնորհիվ զարգացնում ենք այդ մկանը, երբ որ մկանները ավելի ձգված են, նույնպես վարժությունների եւ մասաժների միջոցով փորձում ենք բացել մկանային համակարգը։ Երազանքս է, որ Արամիս ինքը լիարժեք դառնա եւ ես նրա համար ուշ եռանդ չեմ խնայում, ինքն էլ ինքն միասին ձեռքս բռնած քայլում է եւ բացի իմ ու Արամի այդ պայքարը մենք նաեւ երկուսով փորձում ենք վառ օրինակ լինել նաեւ ծնողներին ու հենց այն բալիկներին, որոնք որ ունեն ֆիզիկապես խնդիրներ ու իմ նպատակը հենց հիմնականում կենտրոնի ստեղծելուց հետո ավելի խորացավ, այսինքն ես ուզում եմ մեր
հասարակությունը լիարժեք ընդունում երեխաներին ու հենց այդ երեխաները, որոնց որ ես հիմա աշխատում եմ իրենց ձեռքը բռնած եւ ծնողների ձեռքը բռնած, ասում եմ, որ չկոտրվեն ու նայեն մեզ, նայեն ինձ ու Արամին եւ առաջ քայլեն ու ես վստահ եմ, որ կենտրոնը շատ մեծ ձևով հաջողությունների կհասնի, կծառայի իր նպատակին եւ այստեղ մտնող բոլոր բանիկները չեմ ասի լիարժեք, բայց գոնե 70-80% ուժված դուրս կգան այստեղից, այսինքն կունենան այն հնարավորությունները, որոնց որ իրենք կարող են դրսում, իրենց մի փոքր տիրապետեն, կարողանան իրենց պաշտպանել եւ իհարկե իրենց գաղափարներն ու մտքերը ներգտնեն ուսման մեջ եւ առաջ գնան, բարձրանան, դառնան հասարակության իրենք էլ հասարակության մասնիկ եւ հասարակության համար կարևոր մարդիկ։